Մենք պետք է ունենանք պետություն, իշխանություն, որը ղեկավարվում է բացառապես օրենքով։ Բացառապես մենք բոլորս հոգնել ենք այս անօրինականություն, ժողովուրդ ջան, համատարած անօրինականություն է։ Տեսեք, մենք էլ չենք քննարկում անօրինականությունները, քննարկում ենք երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, հա, ինչ որ առավոտը արթնացավ, զգում է իրան, ինչ որ, չգիտեմ, հա, ինչ որ երկի տակ է զգում, ինչ որ տարբեր հոգևոր զգացողություններ ունի, մի օր զգում է քրիստոնյա, մի օր զգում է այդպես չի կարելի, վարչապետը չի կարող այդպիսի զգացմունքներով ղեկավարվելով երկիր կառավարել, գիտեք, օրենքը չի հարցնում, ասում դու այսօր արթնացար, քեզ լավ տրամադրություն ունես, թե վատ տրամադրություն ունես, կան օրենքով վերապահված, նախատեսված լիազորություններ եւ վերջ, դու պարտավոր ես կատարել։ Ինչ է նշանակում, ես այսպիսի բան եմ լսել։ Այդ նույն բանը կարող են գնալ որևէ մի տեղի մամուլի էջերում, ասենք գրել կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի միակ հարազատը, միակ ընկերը եւ միակ ղեկավարման աղբյուրը սահմանադրությունն է եւ օրենքը, վերջ։